Ժողովրդական հեռուստատեսություն հիմնադրամը շարունակում է ժողովրդի պատվերով եւ ժողովրդի համար Ամեկ+ հեռուստաընկերության հենքի վրա նոր ժողովրդական ալիքի ստեղծման աշխատանքները, իսկ այն կարող է ստեղծվել միայն ձեր աջակցությամբ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում են վստահություն եւ հարգանք վայելող մտավորականներ։ Նրանք անմիջականորեն ղեկավարում եւ վերահսկում են գործընթացը։ Իսկ Ամեկ+-ը մասնակցում է մրցույթին, արդեն ներկայացրել է իր մրցութային առաջարկը ստանձնելով պատասխանատվություն ապահովել ժողովրդական հեռուստատեսության անխափան գործունեությունը։ Մինչև տարեվերջ կգործի նաև հաշվեհամարը, որտեղ կկուտակվեն ձեր փոխանցումները։ Ձեր ակտիվ քվեարկությամբ միայն հնարավոր կանխել անարդարությունը եւ պաշտպանել խոսքի ազատությունը։ Կարևորը գումարի չափը չէ։ Կարևորն այն է, որ ձեր փոխանցումով դուք ձեր աջակցությունն եք հայտնում։ Այս ձևով քվեարկում եք Ամեկ+-ի օգտին, Ամեկ+-ին եթեր վերադարձնելու համար։ Բարերեկոս երևի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ+-ի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօրվա իմ զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Պարոն Սահակյան, շնորհակալություն, որ այսօր եկել եք մեր ստուդիա։ Բազմաթիվ են հեռուստադիտողների հարցերը, դրա համար ամենայնպես հեռուստադիտողների հարցերին փորձեք հակիրճ պատասխանել, իսկ իմ հարցերին ավելի երկար։ Ըստ ձեզ, խորհրդարանական ընտրությունների ընտրարշավ արդեն սկսվել է, թե չի սկսվել։ Չեմ կարծում, որ սկսվել է, պարզապես մեր քաղաքական դաշտը մի բան չի կարողանում ընդունել, այդ մշակույթը չկա, որ կուսակցությունները ամենօրյա քարոզչություն պիտի ունենան, մեր փաստորեն դեվիզը հետևյալն է, ընտրությունները վերջացավ, պատրաստում ենք նոր ընտրությունների։ Իհարկե փորձեր արվում է, որպեսզի ժամանակից շուտ այդ մթնոլորտը ստեղծվի, իսկ դա շահեկան չի պետության համար։ Դրա համար նույնիսկ եթե հարվածներ ենք դրանում ստանում, փորձում ենք այնպես ուղղորդել, որ պետական խնդիրները ավելի առաջնային պլանի վրա մղվեն, քան կարող են ընտրությունները լինել։ Օրինակ, ԲՀԿ-ն ասում է, ուզում ենք ստանալ 50+1 կամ չգիտեմ 99, դուք ասում եք ստանալ մեծամասնություն, մնացած կուսակցությունները։ Սովորական քաղաքական process պիտի ընդունել, դա քաղաքագիտական է, թիմը եթե ընտրություններին պիտի մասնակցի, պիտի ձգտի առավելագույնին մասնակցի։ Բնորոշումը հետևյալն է։ Արձանագրումները կարող են ուրիշ լինել։ Այդպես դուք եք ասում, որ վստահ եք, որ առանց նույնիսկ կոալիցիայի կստանաք մեծամասնություն։ Իհարկե, մեզանում էլ է այդպես գնում, համենայն դեպս ես իմ հրապարակախոսությունում ասում եմ հետևյալը, որ բոլոր հնարավոր պայմանները ստեղծված են, որ առաջիկա ընտրություններին ավելի արդյունավետ հանդես գան։ Սա է հիմնական խնդիրը։ Ինչպես եք վերաբերվում այ 99% ստանալուն, եւ ձեր կուսակից Ռազմիկ Զոհրաբյանն ասաց, Աստված չտա, որ որևէ մեկը 99% ստանա։ Ինչ նկատի ունեք։ Նորից քաղաքագիտական միտք է, դա կոմունիստների ժամանակ է եղել եւ ցանկացած երկրում, եթե որևէ քաղաքական թիմ այդքան ձայն է ստանում, նշանակում է պետությունը ավտորիտար է դառնում, առավել եւս ես չեմ կարծում, որ հայոց միտքը արդեն կամ ուղեղները այնքան հարթ են, որ այսպես տարաձայնություններ չկան, տեսակետներ չկան եւ բևեռացված ընտրություններ կարող են լինել։ Իրոք Աստված չանի, որ որևէ քաղաքական թիմ բացարձակ այդպես 99% ձայն հավաքի։ Իմիջիայլոց խնդիրը ասել է պարոն Բոստանջյանը, ես այդտեղ ավելի շատ հումոր եմ տեսնում իր ասածի մեջ եւ սարկազմ, քան ռեալ իրականությունն է։ Պարզապես թերթային պահերին հումորը չի զգացվում, որովհետեւ դեմքի միմիկան չկա։ Իսկ որտեղից է այն վստահությունը, որ դուք մեծամասնություն կստանաք, այս ասում եք նախադրյալներ, սոցիալական վիճակը լավացել է, չգիտեմ, մթերքի գները իջել են, չգիտեմ։ Իհարկե, դա մի այլ հարց է, դա ամեն օր ժողովրդի հետ աշխատելն է։ Մենք բոլոր տարածքներում ունենք գրասենյակներ եւ փորձում ենք ժողովրդի հետ կոնտակտները պաշտպանել։ Սա է խնդիրը, հիմնականում դա է։ Եվ ընտրությունների ժամանակ այնքան էլ այդպես չի, որ միայն սոցիալական խնդիրներով կամ կենսամակարդակի խնդիր է ժողովուրդը բարձրացնում։ Ես կարծում եմ, եթե մի քիչ ետ գնանք, միշտ էլ ընտրություններից առաջ ամենամեծ հարվածները ստանում է հանրապետականը, նույնիսկ իր գործընկերների կողմից, բայց եւ այնպես կարծում եմ մեր ամենօրյա աշխատանքը օգնում է շփումները, իսկ հայը եթե ճանաչում է թիմին,
առավելությունը ավելի շատ այդտեղ է տալիս։ Բնական է սոցիալական խնդիրները այնպիսի խնդիր են, որ անընդհատական process են եւ շատ բարդ process են։ Ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդը պիտի հավատա ինչ-որ մի թիմի, որ վաղը սոցիալական բոլոր process-ները կդադարեն այդպիսին լինելուց, ինչը որ մենք ունենք։ Իհարկե մենք տեսնում ենք եւ ժողովրդի վիճակը եւ ժողովրդի տրամաբանությունը, ամենայն դեպս նաեւ տեսնում ենք նաեւ ժողովուրդը ոչ միայն փորի մասին է մտածում, այլ նաև մտածում է իր ապագայի, ժողովրդի ապագայի, այնպես որ տարբեր խնդիրներ են այդպես չի, որ կարողանաս սոցիալական վիճակը, այդպես եթե սոցիալական վիճակով լիներ, կարող է հայտնվել մի այնպես թիմ ընտրություններից առաջ ամբողջ գանձարանը դատարկել պետության եւ գալ ընտրությունների։ Մեր ժողովրդին չի կարելի այդպես ոչ ճիշտ ձևով ներկայացնել։ Այդպես չի, որ սոցիալական խնդիրներ։ Շարժառիթները իրացիոնալ են, նրանք չեն մտածում, որ պանիրի, ասենք թե գինը բարձրացավ կամ չգիտեմ, դրա մասին մարդիկ չեն մտածում, չեն ասում, այս ինչ արեց կառավարությունը։ Դրա համար պիտի հարվածները ստանանք, այստեղ ժողովուրդը ճիշտ է, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը պիտի մտածի, որ մի այլ թիմ գա, պաների գները անմիջապես կիչացնի եւ ամեն ինչ լավ կլինի։ Չի մտածի։ Այսինքն մեր ժողովուրդը պանիրի համար կռվող չէ։ Իր ապագայի համար կռվաններ ունի, այստեղ է, որ ժողովրդի հետ պիտի անմիջական կապեր ունենած, ես գիտեմ, հեռուստատեսությամբ երբ խոսում եմ, երբեմն այնպիսի հարվածներ եմ հասցնում, որ այդքան է լավ չի տպավորվում ժողովրդի մոտ, բայց հանդիպումների ժամանակ երբ անձնական շփումներ են ունենում, հայի այսպես բնավորության վարքագիծ է, երբ մարդիկ իրար հետ նստում զրուցում են, բարեկամանում են։ Մենք սովորել ենք, երբ հեռու ենք կլնում, մեկս մյուսին ինչ ասես ասում ենք, բայց երբ մոտ ենք նստած լինում, թեկուզ ամենակոշտ ընդդիմության հետ, շատ կարծում եմ բարեհաճ մթնոլորտ է ստեղծում։ Այդպեսին է ժողովուրդն է։ Պիտի շփվել ժողովրդի հետ ընդհանրապես։ Ասում եք, որ հեռանկար չէ, մարդիկ հեռանկար պետք է տեսնեն իրենց համար։ Արդյոք հեռանկարի բացակայության պատճառով չէ, որ մարդիկ լքում են եւ հիմա Հայաստանը եւ հիմա, ասենք, պաշտոնական տվյալներով այս տարի 80,000 մարդ է լքել։ Նախ ասեմ հետեւյալը, այսօր աշխարհը շարժվող է։ Այդպես չի, որ միայն Հայաստանից են գնում ու գալիս։ Պարզապես մեր մոտ խնդիրները մի այլ ձևով է ներկայացնում։ Մենք ունենք նաև խավեր ունենք, մանավանդ երիտասարդությունը, որ շատ վտանգավոր է, նրանք որևէ մեկը ոչ թե աշխատանք չունենալու պատճառով են գնում, այլ ուզում են միանգամից ունենալ այն, ինչը որ տեսնում են, ինչքան որ շփումներ ունեն։ Բնական ցանկություն չէ։ Բնական ցանկություն է, դրա համար էլ իշխանություններն էլ դրա համար են, որպեսզի այդ բնական ցանկությունները ինչ որ մի պահի կարողանան ինչ որ մի ձևով հագուրտ տալ։ Մենք ունենք հերոստատողների հարցեր, Զարա Պողոսբեկյանն է հարցնում, ինչպես են ձեր հարաբերությունը Քոչարյանի հետ, հետո հարցնում է ԲՀԿ-ի հետ։ Անձնական հարաբերությունները։ Թե քաղաքական, չգիտեմ երևի։ Շատ բարեհաճ է, առավել եւս ԲՀԿ-ի հետ ամենօրյա շփումների մեջ ենք։ Ասացեք, խնդրեմ, քանի միլիոն դոլար ունի Սաշիկը, նկատի ունի նախագահի եղբորը։ Երկրորդ, եթե հանկարծ կենթանանա Նժդեհը կամ Վազգենը, կկարողանաք ուղիղ նայել նրանց աչքերին։ Մոսկվայից Գոր Զաքարյանն է հարցնում։ Նախ ես չեմ ընդունում, որ կարելի է մարդկանց գրպանը մտնել եւ դրանով դիվիդենտներ շահել։ Դա աստված, որ մեր ամբողջ ազգը իրական միլիոններ ունենալ։ Իսկ ինչ վերաբերվում է Վազգենի եւ մյուս մեր նահատակներին, մենք անընդհատ մեր ներսը պեղում ենք եւ կարծում ենք ուղեգծից այն կողմ չենք անցել։ Այդա Սիմոնյանը հաշվապահ հարցնում է. ձեր կարծիքով ո՞րն է A1+-ը հեռուստաեթերին մոտիկ չթողնելու իրական պատճառը։ Տարբեր պատճառներ կարող են լինել, համենայն դեպս չեմ կարծում, որ վախի պատճառն է, որովհետեւ ժամանակները այսօր փոխվել են եւ քննադատությունը այն տեսքով չէ ինչպես տարիներ առաջ։ Իդեպ ասեմ հարցադրողին, որ A1+-ի համար ես ինքս պայքարել եմ, որպեսզի չփակվի եւ դա փաստ է։ Հիմա պայքարել եք, որ բացվի։ Չէ, դա մրցույթ է արդեն, դա միջամտել կլինի։ Ինչի համար երևի։ Հայաստանի իշխանությունները վախենում են հանրահավաքներից, Հարութ Տեր-Ղազարյանը Լոս Անջելեսից հարցնում է։
Չէ, հերվից երևի այդպես է երևում։ Դրա համար հարկավոր է մոտ լինել, ազգին, պետության ներսում լինել, նոր դատողություններ անել։ Հերվից միշտ էլ ամեն ինչը կարող է շատ պայծառ թվալ կամ գորշ։ Մասնավորապես երևի հարցը նրա մասին է, որ իշխանությունը այսպես կոպիտ ասած երկու ոտը մի կոշիկի մեջ է դրել եւ թույլ չի տալիս, որ ընդդիմությունը հանրահավաքներ անի ազատության հրապարակում։ Բայց ես կարծում եմ, որ իշխանությունները թույլ են տալի եւ չեմ կարծում, որ ասելիքի իմաստը հենց ազատության հրապարակն է։ Հավանաբար դա համարվում է ինչ որ խորհրդանիշ, հա, որովհետեւ թվականի պայքար են տեղեր ընդհանրապես։ Անժամանակ ռեժիմի փոփոխություններ պիտի մարդիկ մտածեն, որ հանրահավաքը անել դա նշանակում է դադարեցնել օպերայի նախաշխատանքը։ Դա հիմնարկ է, որտեղ մարդիկ են աշխատում, փորձեր են անում եւ չեմ կարծում, որ օպերա ուրիշ բան է հարց տային, թե ինչի օպերայի հարող տարածքները հենց օպերայինը չի։ Սա ավելի դյուրին պատասխան կունենար, քան ասել, որ անպայման պիտի գնալ աշխատատեղին մոտ միտինգ անել եւ այդ ժամերի ընթացքում խանգարել միտինգ էին անում, 10 օր միտինգ արեցին, մինչեւ օպերան իր աշխատանքները սկսեց վերակազմակերպել, ամիսներ տևեցին, որովհետեւ 10 օր մարդիկ չէին կարողանում իրենց իրավունք իբրև աշխատողը իրագործել իրենց հիմնարկում։ Որ ոստիկանությունը հարձակվեց մարտի 1-ին այդ ցուցարարների վրա, դա օպերայի աշխատանքի համար էր հարձակվել։ Չեմ կարծում օպերայի աշխատանքի համար էր հարձակվել, եւ չեմ էլ կարծում, որ հարձակվել էր։ Ինքը իր լիազորությունների շրջանակում իր գործն էր կատարում։ Հանրահավաքների մասին արդեն հարցրեցի, հիմա ես ուզում եի հարցնել հաջորդ ԱԺ-ի ճակատագրի մասին, որքան ես գիտեմ խոսակցություններ կան նաև իշխանության էշելոններում, որ հաջորդ ազգային ժողովում օլիգարխներ չեն լինելու կամ քիչ են լինելու։ Այդպիսի որոշում, քաղաքական որոշում կա։ Ոչ, նման որոշում չէր կարող լինել, հետո մի քիչ շատ տարաբնույթ է սահմանումը տալ, թե ով է օլիգարխ, ով չի օլիգարխ։ Մարդ կա մտքի օլիգարխ է, մարդել կա կարող է փողի օլիգարխ։ Չէ, փողի օլիգարխների մասին է խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ մեր մեծահարուստներից մեծ մասը, ասենք, մտավոր շատ փայլուն հնարավորություններ չունի եւ նրանք չեն կարող լիարժեք օրենսդիր աշխատել, դրա համար ավելի լավ է, որ այսօր հարց էին տալիս, որ մեծամասնական պատգամավորներ չլինեն, ցուցակով ընտրությունները լինեն։ Այդ ձեր ասած մարդիկ են, որոնք ներկայացնում են իրենց ռեգիոնները։ Մենք ստորին եւ վերին պալատ չունենք։ Եթե փոփոխենք այս սցենարը փոխենք, մենք կունենանք Երևան քաղաքի պարլամենտ, առավել եւս այսօր զուտ կդառնա օրինաստեղծ մի օրգան, որտեղ կարելի է մեր գլուխը գովան կամ քննադատենք օրենքներ գրելով կամ որոշելով։ Այսօր ամբողջ ժողովրդի հոգսը, ցավը, դռներ ծեծելու խնդիրները կապված է հենց պատգամավորներից, մասնավորապես մեծամասնական պատգամավորներից։ Ուզեն թե չուզեն, պիտի արձագանքեն ժողովրդի ցանկացած խնդրին եւ առաջարկին։ Եվ մեր ամբողջ գործունեության մի ահռելի մասը հենց որպես ավելի ժամանակատար մի մասը հենց այդ խնդիրներին է մեր ամենօրնացնում։ Այդ մարդիկ նրանք կարող են ըստ ձեզ լիարժեք օրենսդիր լինել։ Սովորաբար մեզ մոտ մտածում են օրենսդիր լինել նշանակում է օրենքներ գրել։ Օրենքներ գրելը դա հատուկ մասնագիտություն է, դա պրոֆեսիա է։ Քաղաքական թիմերը պարզապես իրենց քաղաքական համոզմունքներով ուղղորդում են օրենքների ամբողջ քաղաքական իրողությունները։ Այդ առումով քաղաքական թիմը ինքը որոշում է կայացնում եւ օրենքներ է ընդունում։ Այսինքն չեմ կարծում, եթե լավագույն այսպես բժիշկներ լինեն, բժիշկները կկարողանան օրենք գրել։ Նույն վիճակն է ստացվելու։ Աշխարհում է այդպես, ամբողջ խորհրդարանում հիմնական դերակատարներ կան, որ ուղղորդում են ամբողջ խորհրդարանի աշխատանքը կամ իր թիմը։ Սա է, այս բանաձևով է աշխարհը շարժում։ Պարզապես մենք, որովհետև ավելի բաց ինստիտուտ ենք, շատ հեշտ է ժողովրդի առջև եւ սևացնել եւ հակառակն անել։ Այսինքն այդ մարդիկ մեծամասնական նկատի ունեմ, որոնք լուծում են, չգիտեմ,
գավառում իր ժողովրդի ինչ որ սոցիալական հարցեր, ինչ որ ջրի հարցեր, չգիտեմ, կադաստրին է միջամտում, ընտրությունների ժամանակ գուցե ընտրական շարք է բաժանում։ Նրանք քաղաքական դեմքեր են, նրանք քաղաքական թիմի անդամ են։ Ես կարծում եմ, եթե խմբակցության անդամ են, ուրեմն տվյալ քաղաքական թիմի անդամ են, անկախ նրանից այդ կուսակցության ներկայացուցիչ թե ոչ։ Այսինքն նրանք զբաղվում են քաղաքականությամբ։ Իհարկե։ Մարդկանց սոցիալական խնդիրները լուծելը տեղերում դա քաղաքականություն է։ Դա էլ ոլորտային քաղաքականություն է։ Շատ լավ։ Ես ուզում եի նաև հարցնեի այսպիսի մի օրինագիծ կա աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ եւ պատկանողների այս պահին չի կարելի աշխատավարձ բարձրացնել։ Բնական է, շատ գրավիչ է, շատ ճիշտը նա է, որ ընդհանրապես պետական չինովնիկները պիտի ավելի բարձր աշխատավարձ, ոնց որ ընդունված է, որպեսզի ավելի լավ գործիքներով աշխատի պետությունը, բայց այս պահին իհարկե օրինագիծը կա, բնականաբար դրա պահը չի աշխատավարձ բարձրացնելու։ Մենք պիտի կարողանանք այնպիսի արգումենտացիաներ ունենանք, որ ցանկացած ոլորտի աշխատավարձ, եթե բարձրացնում ես, մյուսների վրա պիտի ազդեցություն լինի։ Այսինքն քաղաքականությունն է այսօր մշակում, որ ոչ թե կառավարությունը կամ պետական չինովնիկները աշխատավարձի բարձրացման խնդիրը, այլ օրենք մշակվի, որը հնարավորինս երկրի հնայի հետ կապված կարողանա ինքնըստինքյան աշխատավարձը բարձրանա, մարդու գործոնը մեջից վերացնենք։ Դա նշանակում է, որ եթե բարձրացնում են իմ աշխատավարձը կամ երկրի նախագահի աշխատավարձը, ինչ որ մի հարաբերակցություն պիտի լինի, որ բարձրանա նաև գրադարանավարի աշխատավարձը։ Մենք այդ քաղաքական սկզբունքի ենք։ Գիտեք, Վրաստանի մասին ինչ են ասում, ասում են, որ այնտեղ առաջ է գնացել այդ երկիրը, որ Սաակաշվիլին եկավ եւ ամերիկացիների հետ, այսպես ասած, կապվեց, չինովնիկների, նախարարների աշխատավարձը տալիս էին ամերիկացիները եւ այդ պատճառով այդ չինովնիկները չէին գողանում։ Դուք համաձայն եք դրա հետ նախ։ Չէ, իհարկե գողը միշտ էլ գողանում է, կապված, այդքան կապված չի աշխատավարձի հետ, բայց մթնոլորտն է փոխում, եթե բոլորի աշխատավարձն է բարձրանում, հետո ակնհայտ է, եթե մենք Վրաստանի հնարավորություններն ունենայինք, մեզ պետք չէր, որ ոչ ամերիկացիները, ոչ էլ որևէ մի պետություն փող տա, չի էլ տա մեզ իհարկե, որովհետև դիրքը աշխարհագրական այնպիսին է, բաց երկիր է փաստորեն, մենք փաստորեն հիմա փակ երկիր ենք, մենք ճանապարհներ չունենք, օդային ճանապարհներ են եւ այդ պայմաններում կարողանում ենք ինչ-որ բաներ նաեւ հաղթահարել ավելի լավ, քան ցանկացած պետություն։ Եթե ենթադրենք նախարարը, մարդը գալիս է նախարար աշխատելու եւ ստանում է $5,000 ենթադրենք աշխատավարձ։ Նա չի մտածի, որ դա արդեն լուրջ գործ է, արի ես այլևս էլ ոչ մի բան չանեմ եւ կենտրոնանամ այդ աշխատանքի վրա։ $5,000 ստացող մարդը իրեն թույլ չի տա 100 դրամ կամ 1000 դրամ փող վերցնելու։ Այսինքն նորից կոռուպցիոն ռիսկեր կլինեն, բայց դա էլիտար մասայի միջև կլինեն, սովորական ժողովրդի գրպանահատներ չեն աճի պետության։ Այսինքն դուք խոսում եք աշխատավարձը բարձրացնելու կողմ։ Իհարկե աշխատավարձը պիտի բարձրացվի, բայց դրա համար բավականին լուրջ ռեզերվներ պիտի ունենաս, որ ռիսկայնությունը ապահովես բարձրացման։ Իսկ պատգամավորներին, հա։ Իհարկե ինձ համար հաճելի կլինի, որ էլի աշխատավարձը բարձրացնեն, բայց դա պիտի կապված լինի նաև գրադարանավարի աշխատավարձի հետ։ Եթե ինձ բարձրացնում են 15%, բարի պետք է լինենք 15%-ը նրա աշխատավարձը բարձրացնենք։ Դա համընդհանուր երևույթի կոնտեքստում պիտի նայել։ Պարոն Սահակյան, հայտնի է, որ պատգամավորներից շատերը աշխատավարձի հույսին չեն։ Մասնավորապես ձեր մասին ասում են, որ դուք մարշրուտքի գծեր ունեք։ Դե մի քանի տարի առաջ էլ եք ասել պատասխանել եմ։ Ես բացի քաղաքական գծից ուրիշ գիծ չունեմ։ Այսինքն այդ մարդիկ, որոնք իրենց բիզնեսը համատեղում են օրենսդրական աշխատանքի հետ, նրանք պետք է շարունակեն համատեղեն, թե չէ։ Չէ, ցանկացած քաղաքացին, որում պատգամավորնել, պետական չինովնիկներ կարող է բաժնետեր լինի եւ շատ լավ կլինի, որ բոլորը բաժնետերեր լինեն։ Ու երբ դուք ասում եք մարշրուտքի գիծ ունեք, ես էլ ասում եմ հետեւյալը, որ դրանից չեմ ամանչի, եթե ունենամ։
Եթե այդ հնարավորությունները կարողանամ ունենամ, բայց դա բիզնես է, այսինքն դուք լոբինգ կանեք, որ մարշրուտքի գծերին, ասենք թե ինչ-որ բաներ, դոտացիաներ տան, այդ օրինակի համար եմ ասում, այսինքն ցանկացած պատգամավոր, եթե նա արաղ է արտադրում, նա արաղի լոբինգ է անում, չէ՞, այդպես չի։ Հիմա կանոնակարգ օրենքում փոփոխություն է արվում հենց այդ իմաստով, ցանկացած օրենք, եթե հիմնավորվեց, որ պատգամավորը շահագրգիռ է, անձնական շահագրգռված ունի եւ չի հայտարարել դրա մասին, մասնակցել է քվեարկությանը, դրա համար համապատասխան տուժեր եւ պատասխանատվություններ կառաջանան։ Այնպես որ այդպես չի, որ այդպես որ լիներ, մեր հարկային օրենքները միանգամից այնքան բաց կդառնար, որ որևէ մեկը չէր բողոքի, որովհետեւ պատգամավորների շատերը, այո, նաեւ բաժնետերեր են եւ կցանկանան, որ հարկային օրենքները այնպես փոխվի, որպեսզի ավելի ազատ շունչ առնեն, այսպես ասեմ, բայց որովհետեւ կա քաղաքական թիմ, դրա համար եմ ասում, քաղաքական թիմերին ուղղորդող մարդիկ կան, հենց ներսում։ Օրինակ դուք։ Օրինակ, նաեւ ես, ոչ թե ես միայն, այլ նաեւ ես, այդպես չի, որ մեկը ինչ որ մի բիզնեսի մեջ է եւ հանկարծ կասի, գիտեք, այստեղ ես ծխախոտ եմ արտադրում, ծխախոտը այսպես արեք, մենք էլ միանգամից արենք։ Լրիվ հակառակ process-ն է գոնե հիմա գնացել, հենց հակառակն է գնացել, այսինքն ծխախոտ բերողներին օգուտ, եւ բերողներ էլ կան ձեր մեջ։ Ես կարծում եմ, որ եթե այդ խնդիրին ենք անդրադառնում, արտահանումն ու ներմուծումը նույն խաղի կանոններով պիտի գնա, ինչ որ ամբողջ աշխարհում է։ Տեղական արտադրողներին պաշտպանելու խնդիր, բանից բան կա։ Տեղական մեր վիճակում իրոք այդ խնդիրը ունենք, բայց նաև մենք աշխարհում ենք եւ այդ խաղի կանոններով պիտի գնանք, իմիջայլոց ասեմ, դա էլ եթե խաղի կանոնները նույնն է ելնում, ներկրողը փաստորեն ինքը турքեր է, մաքսատուրքեր է վճարում եւ տարբերությունը էլի կա։ Բայց ընդհանուր հարկային դաշտում խաղի կանոնները նույնը պիտի լինեն։ Հերոստատիտողներից Ալբերտ Հովակիմյանը բավականին երկար հարց է տվել, բայց իմաստը այն է, որ նա ուզում է, որ մենք անդրադառնանք հայ-վրացական հարաբերություններին։ Մոտ 10 տարի հայերը արդեն ճնշված են զգում այնտեղ, չեն ուզում իրենց հայությունը դրսևորեն, հայկական դպրոցները փակվում են, այդ բոլոր խնդիրները բնականաբար ձեզ հայտնի են։ Իսկ մեր նախագահն ասում է, որ նա Սաակաշվիլիի եղբայրն է, նա անձամբ ինքը հերոստատիտողը դա լսել է։ Ինչպես է այդ հակասությունը բացատրում։ Ես կարծում եմ, մեր նախագահան նման լիրիկական բաներից այդքան շատ մոտ կանգնած չի, որ խոսքի առանձնացնել մի միտք եւ ասել, մենք Վրաստանի հետ պարտավոր ենք շատ նուրբ հաշվեկշռված քաղաքականություն վարելու, որովհետեւ ամբողջ աշխարհում է այդպես, բարոյականությունը երբեմն զիջում է տնտեսական համագործակցության մեջ։ Մենք միակ ցամաք տանող ճանապարհ ունենք դեպի ծով, դա Վրաստանն է եւ մենք դրա հետ պիտի հաշվի նստենք։ Այնպես որ շատ դեպքում բարոյական արժեքները ոտնահարվում են հենց ժողովրդավարության ամբողջ մոդելներում աշխարհում, տնտեսական փոխհարաբերություններում։ Արդյոք այն փաստը, որ մենք միակ ճանապարհը ցամաքային ունենք Վրաստանում, նշանակում է, որ վրաստանները կարող են օրինակ ճնշել ջավախայերին։ Չէ, դա բնականաբար այդ գործընթացները կան, այդ խնդիրները բարձրացվում են, բայց այն մոդելը, որ պատկերացնում են մարդիկ կոշտ ու կոպիտ, ենթադրենք, ասենք խռով ենք ձեզ հետ Վրաստան, որովհետև դուք այդպես եք անում։ Ու նորից փակվենք, մեր ճանապարհները փակենք։ Դրա համար բավականին եւ միջազգային կառույցներ կան, որ աշխատում ենք եւ տեղում ենք լինում, ջավախքում ենք լինում եւ մարդիկ ենք հանդիպում եւ փորձում ենք հարցեր լուծել Վրաստանի ղեկավարության հետ, էս է մեթոդիկան, ուրիշ մեթոդիկա չի կարող լինել։ Ձեզ ջավախ թողնում են ի տարբերություն Շիրակ Թորոսյանի, տենց եմ հասկանում։ Չգիտեմ, վերջերս չեմ փորձել։ Կարող է չթողնեն, վերջերս շուտ փոխնախարարի նաեւ չթողեցին։ Հռետորական հարց։ Ինչ է լինելու մեր երկրի վերջը։ Եթե դուք չեք զգում այս երկրի վերջը եկել է բոլոր, միթե դուք չեք զգում, որ այս երկրի վերջը եկել է բոլոր ասպարեզներում։ Եթե ես զգամ, որ երկրի վերջը եկել է, կարծում եմ քաղաքականության մեջ էլ չեմ լինի, չի կարելի այդպես պեսիմիզմով արտահայտվել։ Հնարավոր է համարում, նույն մարդն է հարցնում, համագործակցություն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Մանավանդ ասեմ, որ վերջին հանրահավաքումն ձեզ գովել է։
իմիջիայլոց ասեմ հետևյալը, որ ընդհանրապես փոխհարաբերությունների ամբողջ կառույցները, որոնք սահմանավորվել են Հայաստանում, դրանց նախաձեռնողների հիմնականը մենք ենք եղել։ Եվ պարզ ու շիտակ մինչև այսօր էլ հայտարարում ենք ընտրություններից հետո էլ, որ մենք պարզապես հակված ենք բոլորի հետ համագործակցել։ Ինչքան համագործակցություն կայանա քաղաքական ուժերի մեջ, այնքան ժողովուրդը կշահի։ Եվ դրա օրինակը ցույց է տվել նաև երկրի նախագահան։ Այնպես որ համագործակցել բառից շատերը շատ են վախենում, մտածելով եթե համագործակցում ես ինչ-որ մի բանով տրվում ես, այդպես չի։ Քաղաքական դաշտը մեկն է, եւ այդ քաղաքական դաշտը պիտի մեկը մյուսի հետ փոխհարաբերություն ունենալ, մանավանդ այդ համագործակցության եկող ընտրությունների համար լրիվ անհրաժեշտ է։ Եթե անհրաժեշտ է, որպեսզի ավելի թափանցիկ լինի, ավելի ռեալ ընտրություններ լինի, նեղացող կողմեր չլինեն, դրանք բոլորը պիտի քաղաքական դաշտի ներսում ձևավորվեն։ Իհարկե, մենք երբեք թշնամիներ չենք որոնում, չնայած շատերը միշտ մտածում են, որ մենք իրենց թշնամին ենք։ Նրանք էլ ասում են, այո, համագործակցենք, բայց այն դեպքում, երբ դուք առատ արձակեք մեր քաղբանտարկյալներին։ Բայց միջև այդ իրենց ասած քաղբանտարկյալները չկա, նախ եւ առաջ վերջերս ասեցի, երբ 90-ականներին Ղարաբաղ կոմիտեն Մոսկվայից երբ վերադարձավ Պուտիլովկայից, որևէ մեկը չասեց, որ իրենք քաղաքական գործիչ են, քաղբանտարկյալներ են եղել։ Ընդ որում համակարգ էր փոխվում, այդ process-ին կարելի էր համարել նրանց ձերբակալությունը նաև որպես քաղբանտարկյալների, բայց երբեք չասեցին, որ քաղբանտարկյալ չասեցին, որտեղ նրանք դասական քաղբանտարկյալ։ Հիմա ձեռք է տալիս, ասում են։ Այսինքն դուք շարունակում եք պնդել, որ այդ բոլոր մարդիկ, որոնք նստած են 12 հոգի հիմա, քրեական հանցագործներ։ 13 էին ասում, մեկին հանեցին հայտնի պատճառներով, հիմա 12 դառավ։ Ես չեմ կարծում, որ հակում ավելի շատ այդեն ջատակով կամ զգացմունքներով կապված կլինի Սասուն Միքայելյանի հետ, քան թե ես։ Նա իմ ընկերն է, մնում է իմ ընկերը։ Բայց քաղաքական գործունեության հետևանքով քրեական դաշտ մտնելը դա չի նշանակում երբեք քաղբանտարկյալ։ Ճիշտ է, որ դուք դպրոցում փայտաբշակման ուսուցիչ եք եղել։ Հա, այն երևի բանը, խնդիրը վերաբերում է, որ այն Չիպոլինը ես եմ սարքել։ Որքան գիտեմ դուք հայոց լեզվի ուսուցիչ եք եղել, պարզապես հեռուստադիտողներ ասեն։ Հաջորդ ընտրություններում կլինի, ով կլինի ՀԿ հիմնական Ախոյանը, Վարդան Մկրտչյանն է հարցնում։ ՀԿ երբեք Ախոյանների ինստիտուտից չի օգտվում։ Մենք ընդհանրապես ուժեղացման process-ներն ենք ընդունում։ Մենք այդպես բոլորը, ովքեր որ կմասնակցեն, բոլորն էլ բնական է, բոլորի հետ էլ հաշվի պիտի նստենք։ Բայց Ախոյան, Թշնամի, հակառակորդ, այս խնդիրները մեզ մոտ վաղուց արդեն չկան։ Գրիգոր Մկրտչյանը հարցնում է, ով կլինի նախագահի ՀՀԿ հաջորդ թեկնածուն, եթե առաջադրվի Ռոբերտ Քոչարյանը։ Գիտեք, պրիմիտիվ հարց է։ Եթեներով քաղաքական դաշտը, նախ քաղաքական դաշտը այդ ձևավորումը այսօր չունի։ Դա ինչ-որ երևույթների հետևանք պիտի։ Ինքը քաղաքականությունը թելադրում է գործողություն։ Այդպես կանխատեսումներ անել, եթե, մենք պարզ ասել ենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պաշտպանում է Սերժ Սարգսյանին։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը կլինի, թե մի ուրիշը կլինի, այդտեղ ես բացական երևույթներ չեմ էլ փորձում նկարագրել։ Պարզապես մարդիկ ուզում են չեղածտեղի ինչ-որ մի բան օրինեն ասեն ու դա քննարկման թեմա դարձնել, իրենց խաղի կանոնները առաջարկելով։ Այսօր դաշտում չկա նման երևույթ։ Պետք է երևույթը լինի, որպեսզի գնահատականներ տաց։ Պարոն Սահակյան, շատ հետաքրքիր զրույց է, շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ, շատ հաճելի էր։ Սիրելի բարեկամներ, մենք վաղ մյուս օրը չենք հանդիպելու, բայց երկու շաբթի անպայման կհանդիպենք։ Ստեսություն։ Ստեսություն։ Ժողովրդական հեռուստատեսություն հիմնադրամը շարունակում է ժողովրդի պատվերով եւ ժողովրդի համար Ամեկ+ հեռուստաընկերության հենքի վրա նոր ժողովրդական ալիքի ստեղծման աշխատանքները, իսկ այն կարող է ստեղծվել միայն ձեր աջակցությամբ։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում են վստահություն եւ հարգանք վայելող մտավորականներ։ Նրանք անմիջականորեն ղեկավարում եւ վերահսկում են գործընթացը։ Իսկ Ամեկ+-ը մասնակցում է մրցույթին, արդեն ներկայացրել է իր մրցութային առաջարկը, ստանձնելով պատասխանատվություն ապահովել ժողովրդական հեռուստատեսության անխափան գործունեությունը։ Մինչև տարեվերջ կգործի նաև հաշվեհամարը, որտեղ կկուտակվեն ձեր փոխանցումները։ Ձեր ակտիվ քվեարկությամբ է միայն հնարավոր կանխել անարդարությունը եւ պաշտպանել խոսքի ազատությունը։ Կարևորը գումարի չափը չէ։ Կարևորն այն է, որ ձեր փոխանցումով դուք ձեր աջակցությունն եք հայտնում։ Այս ձևով քվեարկում եք Ամեկ+-ի օգտին, Ամեկ+-ին եթեր վերադարձնելու համար։